Հանուն հոր եւ որդվո եւ ոգվույն սրբո ամեն։ Քիրք ծննդոց 37-րդ գլուխ Հովսեփ եւ իր եղբայրները։ Հակոբ իր հոր քաղաքական եղած երկրին Քանանի մեջ ապրեցավ։ Ահա վասիկ Հակոբի ծնունդները։ Հովսեփ 17 տարեկան էր, երբ իր եղբայրներուն հետ ոչխարները գարած էր ու Բադանի լալով իր հոր գիներուն, Փաղայի որդիներուն եւ Զեղբայի որդիներուն հետ էր։ Հովսեփ անոնց չարախոսությունը իրենց հոր գահաղորդեր։ Իսրայել իր բոլոր որդիներեն ավելի գսիրեր Հովսեփը, քանի որ իր ձերության որդին էր ան ու բազմակույն բատմուջամը շինեց անոր։ Երբ անոր եղբայրները տեսան, թե իրենց հայրը զայն իր բոլոր եղբայրներեն ավելի գսիրեր, ադեցին զայն եւ խաղաղությամբ չէին գրնար խոսիլ անոր հետ։ Հովսեփ երազմը տեսավ ու իր եղբայրներուն պատմեց եւ անոնք ալ ավելի ադեցին զայն։ Անոնց ասավ. «Գաղերսեմ, մտի գրեք այս տեսած երազս։ Ահա մենք թաշտին մեջ որաներ կգաբեինք եւ ահա իմ որաս ելավ, ուղիղ գայնեցավ ու ծեր որաները զայն շրջաբադեցին եւ իմ որայիս երկրբակեցին»։ Անոր եղբայրները ասին անոր. «Իրաբես մեր վրա պիտի թակավորես, կամ իրաբես մեր վրա պիտի դիրես»։ Եվ անոր երազներուն ու խոսքերուն համար ալ ավելի ադեցին զայն։ Ուրիշ երազմն ալ տեսավ եւ զայն իր եղբայրներուն պատմեց ասելով. «Ահա երազմն ալ տեսա, ահա արևը, լուսինը եւ 11 աստղեր ինձի երկրբակեցին»։ Երբ իր հոր ու իր եղբայրներուն պատմեց, հայրը զինք սաստեց եւ իրեն ասավ. «Ինչ է այս տեսած երազդ։ Միթե ես, մայրդ ու եղբայրներդ իրապես պիտի կան քեզի երկրբակելու մինչև կեդին խոնարելով»։ Ուստի եղբայրները անոր նախանցեցան, բայց հայրը իր միտքը պահեց այս խոսքը։ Հովսեփ գծախվի եւ գդարվի Եգիպտոս։ Անոր եղբայրները կացին, որ իրենց հոր ոչխարները Սուքեմի մեջ առած են։ Իսրայել Հովսեփի ասավ. «Քու եղբայրները Սուքեմի մեջ չեն առած էր ոչխարները, եկուր քեզ անոնց ղրգեմ»։ Անալ ասավ. «Ահա հոսեմ»։ Հայրը անոր ասավ. «Գաղերսեմ, քնա, նայե թե քու եղբայրները ողջ առողջ են եւ ոչխարները ողջ են ու ինձի լուր մփեր»։ Այսպես ղրգեց զայն Քեփրոնի հովիտեն, անալ Սուքեմ քնած։ Մարդ մը կդավ զայն, որ տաշտի մեջ կթեքերեր, եւ այդ մարդը հարցուց անոր. «Ինչ կփնտրես»։ Անալ ասավ. «Իմ եղբայրներս կփնտրեմ, գաղերսեմ, իմաց տուր ինձի, իմացուր ինձի, անոնք ուր գարած են»։ Այդ մարդը ասավ. «Ասկե մեկնեցան, քանի որ լսեցի թե գսեին, թոթայիմ երտանք»։ Ուստի Հովսեփ իր եղբայրներուն ետևեն գնաց ու թոթայիմի մեջ կդավ զանոնք։ Երբ զայն հերվեն տեսան, թե ինք անոնց չմոդեցած անոր թավաջանեցին, որբեսի զայն մերցնեն։ Իրարուսին. «Ահա այդ երազ դեսնողը գուկա, ուստի հիմա եկեք սպանենք զայն, քուփիմը մեջ նետենք ու ասենք թե չար քազամը լապեց զայն, եւ տեսնենք թե անոր երազները ինչ պիտի ըլլան»։ Երբ Ռուբեն լսեց, անոնց ցերքեն զայն ազատեց ասելով. «Չսպանենք զինք»։ Ու Ռուբեն անոնց ասավ. «Արյուն մի թափեք, բայց զինք այս քուփը նետեցեք, ուր անաբադին մեջ է եւ անոր վրա ցերք մի տնեք»։ Ասիկա գսեր, որբեսի գարենա ազատել զայն անոնց ցերքեն իր հոր վերադարձնելու համար։ Երբ Հովսեփ իր եղբայրներուն կով ասավ, մերգացուցին Հովսեփը իր բատմուջանեն, այսինքն իր վրայի բազմակույն բատմուջանեն, արին զայն ու քուփը նետեցին, քուփը բարաբեր, մեջը ճուր չգար։ Հետո նստան հաց ուտելու։ Երբ իրենց աչքերը վերցուցին ու նայեցան, ահա Իսմայելացիներու գարավամը գուքար քաղաքեն։ Իրենց ուղդերը համեմներ, փալասան եւ զմուրս կգրեին ու գերտային զանոնք Եգիպտոս իջեցնելու։ Հութա իր եղբայրներուն ասավ. «Ինչ շահ պիտի ունենանք, եթե մեր եղբայրը սպանենք եւ անոր արյունը ծածկենք։ Եկեք զինք Իսմայելացիներուն ծախենք եւ մեր ցերքը անոր չտպչի, քանի որ ան մեր եղբայրն ու միսն է»։ Անոր եղբայրները հավանեցան։ Երբ մատյանացի վաճառականները գանցնեին, իր եղբայրները Հովսեփը կուպեն վեր քաշեցին, դուրս հանեցին
եւ Իսմայելացիներուն ծախեցին Հովսեփը 20 գդոր արձատի, անոնքալ Հովսեփը Եգիպտոս տարին։ Ռուբեն թեպի կուպը վերադարձավ ու ահա Հովսեփ կուպի մեջ չէր։ Ուստի իր հագուստները բադրեց, իր եղբայրներուն վերադարձավ եւ ասավ. «Զավակը չգա, ու ես ուր երթամ»։ Եղբայրները արին Հովսեփի բատմուջանը, այդ ձերեն նոխազմը մորթեցին եւ բատմուջանը անոր արյունին մեջ թափեցին։ Աբա բազմակույն բատմուջանը ղրգեցին իրենց հոր հաստուցին ու ըսին. «Ասիգա կդանք»։ Այժմ ջանցիր թե ասիգա կու որդիդ բատմուջանն է, թե ոչ։ Ինքալ զայն ջանցավ եւ ասավ. «Իմ որդիս բատմուջանն է»։ Չարքազամը զայն լապած է, Հովսեփ անշուշտ բզկտվեցավ։ Հակոբ բադրեց իր հանդերձները, քուրց հագավ մեջքին վրա եւ որդին համար երկար ժամանակ սքաց։ Իր բոլոր որդիներն ու բոլոր աղջիկները գանկնեցան, որ զինք մխիտարեն, բայց ինք մերժեց մխիտարվիլ եւ ասավ. «Ես սուքով թժող պիտի իջնեմ իմ որդի իսկով»։ Այսպես անոր հայրը լացավ անոր համար։ Մատյանացիները ծախեցին զայն Եգիպտոսի մեջ, Փարավոնի բալադականին Բեդապրես Թիկնաբահաբեդին։ Փարքեզ Դեր Աստված մեր։ Ամեն։